Այսօր ուզում ներկայացնեմ Արսեն Մեսրոպյանին, Life and Light, եկեղեցու հովիվն է, Փառք Տիրոջը Արսեն ջան։ Եվ նրա կինը նրա հետ նույնպես եկել է, այսօր նա կծառայի Աստծո խոսքով եւ մենք հավատում ենք, որ շատ օրհնված ենք լինելու։ Ամեն, Աստված օրհնի։ Մերսի շատ։ Մերսի շատ։ Միանում եմ բոլոր շնորհավորանքներին, սիրելի մայրեր, քույրեր, կանայք, Տեր օրհնի ձեզ, ձեր տոննա, թող Աստված պահի ձեզ, իր ծածկոցի, իր պաշտպանության մեջ եւ շնորհ կարողություն անի ամեն մեկիդ հասնելու ձեր փափագներին, երազանքներին, որ կա ձեր սրտի մեջ։ Շնորհակալ եմ Հովիվ Սամվել այս հրավերի համար, ձեր մեջ լինելու եւ ձեզ հետ պաշտելու մեր փառավոր Փրկչին։ Օրհնված եմ իր մեծ սիրո, հոգատարության համար մեր ամեն մեկի կյանքի մեջ եւ հավատում եմ, որ Աստված ամեն մեկիս կյանքի մեջ ունի նպատակ, ունի մտադրություն, որ ամեն ծառայության, ամեն հավաքույթի մասնակցելուց Աստված քայլ-քայլ տանում է դեպի այդ նպատակին։ Ողջույններ, ինչպես Հովիվ ասեց, մեր եկեղեցու կողմից, գիտեն, որ այսօր ձեր մեջ եմ լինելու, իմ ընտանիքի կողմից, սիրելի կինս իմ հետ եւ մեր երեխեքի կողմից նույնպես։ Արդեն 4 հատ թորնիկ ունենք իրար հետ եւ միասին վայելում ենք օրը ծագած աշկերներս բացում ենք, մեր թորներից օրվա ծրագրի հետ ծանոթանում։ Մեր տեղը ծրագրում են, մեր տեղը որոշում են եւ մեզանից պետք է ուղղակի համբերությամբ իրականացնենք այն, ինչ որ իրանք ուզում են։ Սրտիս պատգամը, որ այսօր ուզում եմ կիսվեմ ձեզ հետ, կոչել եմ Տիրոջ բարեկամությունը։ Տիրոջ բարեկամությունը եւ Աստծո հետ բարեկամանալու կարևորագույն ֆակտորը, որ կա նոր կտակարանի մեջ։ Շատ քաջալերական է, որ Աստված ուզում է ունենալ մտերիմ փոխհարաբերություն ամեն մեկիս հետ եւ մտերիմ փոխհարաբերության այն աստիճանի, որ քեզ նայի բարեկամի աչքերով, մեկին, որ հուսադրող է, մեկին, որ պատրաստ Աստծո կամքը կատարելու, մեկին, ով պետք է իր հետ մտերմությունը ուրիշներին փոխանցի։ Եվ սա հավատում եմ ամեն մեկիս պարտքն է, ամեն մեկիս հավատքի թե պատասխանատու վիճակն է, կարողանանք պահենք այդ բարեկամական փոխհարաբերության կապը։ Ուզում եմ կիսվեմ 3 բանալիներ, որոնք տալիս են նոր կտակարանը մեզ, ոնց կարանք Աստծո հետ բարեկամանանք, ոնց կարանք Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություն ունենանք, մեկը մեկին լրացնող, մեկը մեկից կարևոր եւ հենց չի որ մենակ մեկի վրա շեշտ դնեմ դա բավարար է, 3-ն էլ անհրաժեշտ են, 3-ն էլ կարևոր են։ Առաջինը Հակոբը 4 իր երկրորդ գլխի նամակի 23 համարի մեջ այս ձև ասում եւ շատ քաջալերական է, գրքի խոսքը կատարվեց, որ ասում է Աբրահամը Աստծուն հավատաց եւ նա իրեն արդարություն սեպվեց ու ինքը Աստծո բարեկամ կոչվեց։ Շատ ցնցող բան։ Մեր հավատքի հայր Աբրահամ հավատաց Աստծուն, դա իրեն արդարություն համարվեց եւ ինքը Աստծո բարեկամ կոչվեց։ Առաջի ճանապարհը դեպի Աստծո հետ բարեկամանալու հավատքն է։ Ամեն մեկս, քանի դեռ երկրի վրա ենք, մեր հավատքի վրա պետք է աշխատանք տանենք, մեր հավատքը պետք է պահենք, սնենք, որովհետև հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից է։ Ինչքան Աստծո խոսքի հետ շփվես, այնքան հավատքը զորանալու է։ Եվ ինչքան կարողանաս հավատքով Տիրոջ ներկայությունը վայելել ու Տիրոջ ներկայության մեջ լինել, հավատա այնտեղից դու դուրս եկած ժամանակ միշտ մարդիկ տենալու են, որ քո վրա Աստծո ձեռահետքը կա։ Սուրբ գրքի մեջ չես գտնի մեկին, ով Աստծո հետ շփվեր ու Աստծո ձեռահետքը նրա վրա չմնար։ Սա մեր ամեն մեկի պարտքն է եւ փոխհարաբերությունն է։ Օրինակ, եթե ինձ ասեն, Արսեն եղբայր, հավատացյալի կյանքը ինչով կարող ես հիմնավորել Սուրբ գրքի կարևորագույն մտքերը, որոնք են, որ փոխանցում են ամեն հավատացյալի։ Ես կասեմ, հավատացյալ դա նշանակում է մեկը, ով լուրջ փոխհարաբերություն ունի Աստծո հետ, եւ իր հավատքի կյանքը կառուցում է Աստծո խոսքի վրա, որտեղից էլ քաղում է 4 կարևոր ճշմարտություն Աստծո խոսքը ուսումնասիրելով։ Աստծո խոսքի մեջ ունենք պատվերներ, Աստծո խոսքի մեջ կա ժառանգության խոստումներ, Աստծո խոսքի մեջ կա արգելքներ, Աստծո խոսքի մեջ կա զգուշացումներ։ Հիմա Աստծո խոսքը կարդալով զարմանալի է, բայց մեր օրերի մեջ մենք հանդիպում ենք մարդկանց, չգիտես ինչի, մենակ ֆոկուս են եղնում մի բանի վրա։ Եվ ընտրովի կարդում եւ իրանք ընտրում ինչ վերցնեն, ինչ չէ։ Աստծո խոսքը մաքուր է, մաքուր ու ճերմակ եւ ամեն մեկս ամեն օր Աստծո խոսքի հետ կապ ունենալու պետք է նախանձավոր լինենք։ Ոնց էր Իսրայելը անապատի մեջ ամեն օր դուրս էր գալ իր վրանից, որպեսզի իր բաժին մանանան հավաքեր։ Ոչ մեկը քուտեղը չէր կարող հավաքեր, ոչ մեկը իրան բաժնից ավել էլ չէր կարող հավաքեր, որովհետեւ օրվանը հերիք էր օրվա համար եւ հաջորդ օրը այդ մանանան փչանում էր։
Եվ ամեն օր պետք է այս դասը կատարեն, ամեն օր դուրս գային իրանց վրանից, իրանց բաժինը հավաքեն եւ Հայր մեր աղոթքի մեջ ասում ենք մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր։ Մենք ամեն օր ունենք Աստծո հետ մտերիմանալու, Աստծո հետ բարեկամանալու, Աստծո առաջ գնալու վստահորեն, որ ինքը մեզ հասկանում է եւ պատրաստ է օգնել եւ աջակցություն անել։ Հավատքի կյանք, որը հավատում եմ շատ կարևոր է։ Մի փոքր կանգ առնեմ այստեղ, առաջի 3 վկայությունները Եբրայեցիս 11-րդ գլխի հավատում եմ շատ քաջալերական ամեն մեկից համար։ Երբ որ կարդում ենք Եբրայեցիս նամակը, տալիս է հավատքի սահմանումը եւ ներկայացնում է հավատքի անձանց հերոսներին, որոնք իրենց հավատքի հետքը թողել են պատմության մեջ։ Հավատքով Աբելը լավ զոհ բերեց, քանց Կայենը, հավատքով Ենովքը Աստծո հետ քայլեց եւ տեղ չգտնվեց, հավատքով Նոյը տապան կառուցեց։ Եվ Եբրայեցիս 11:6-ը սահմանում, որ մեր ամբողջ երկրավոր կյանքի մեջ մենք հիշենք ու չմոռանանք։ Առանց հավատք անհնար է Աստծուն մոտենալ, առանց հավատք անհնար է Աստծուն հաճելի լինել, առանց հավատք անհնար է Աստծուց որևէ բան ստանալ։ Ուզենք թե չուզենք, հիմա պետք է մեր հավատքի վրա աշխատանք տանենք, որտեղ ուժեր կան, թշնամի կա, որ ուզում անի ամեն ինչ, որ կոտրի մարդկանց հավատքը արատավորի, մարդկանց զրկի այդ փոխհարաբերությունից, մինչդեռ Աստծո այդ շփման մեջ մեր ամեն մեկի հաղթությունն է, մեր ամեն մեկի ցնծությունն է։ Սա պետք է ամուր պահենք, քանի երկրի վրա ենք։ Երկնքում հավատ պետք չի արդեն, վերջ, հասանք տեղ, ամեն ինչ նորմալ է, փառ Տիրոջը մտանք մեր ժառանգության մեջ։ Այս քանի երկրի վրա ենք, Աստծուն մոտենալու համար, Աստծուն հաճելի լինելու համար, Աստծուց որևէ բան ստանալու համար պետք է հավատ։ Եվ այս 3 վկայությունները շատ կարևոր են։ Հավատքով զոհաբերի, հավատքով քայլի, հավատքով կառուցի։ Հավատում եմ, որտեղ տեսնեք կայացած անձնավորություն, իմացեք հիմքում ունի զոհաբերություն։ Որտեղ տեսնեք կայացած ընտանիքներ, իմացեք հիմքում ունեն զոհաբերություն։ Որտեղ տեսնեք կայացած եկեղեցիներ, իմացեք հիմքում ունեն զոհաբերություն։ Սա մեր աստվածպաշտության անբաժան մասն է, սիրելիներ ջան, անբաժան մասն է։ Դրա համար հենց առաջին միտքը Պողոս առաքյալը ասում է՝ ձեզ ընծայեք Քրիստոսին, Աստծուն նվիրեք, մտքով նորոգվեք ու նրա կամքը ճանաչեք, որը բարի է, հաճելի է ու կատարյալ, որպես անուշահոտ պատարագ, այս ձև պետք է նվիրես քեզ։ Գիտեք զոհի առանձնահատկությունը ի՞նչն է, որ ինչ դրվում է զոհասեղանին, դա մարդունը չի, դա Աստծունն է։ Եթե դու քեզ դրել ես Աստծո զոհասեղանին, ուզում եմ քեզ քաջալերեմ, դու Աստծունն ես, ու Աստված գիտի քեզ քո անունով։ Եվ Աստված քեզ կանչում է քո անունով, որպեսզի քո կյանքը զորացնի, ուժեղացնի ու քո կյանքի մեջ իրականացնի իր ծրագիրը։ Տերը թող օրհնի քեզ, Տերը թող պահի քեզ։ Մի անգամ հիշում եմ Հայաստան եղած ժամանակ անեծքից դեպի օրհնություն ծրագիր իրականացրեցինք եւ ամբողջ Լորվա մարզի մեջ այդ ծառայության բումը բարձրացավ այն աշճանի, որ գյուղեր Ստեփանավանի շրջան Պրիվոլնի գյուղ կար, որտեղ հարուստ է, այդպես ասեմ, կախարդանքով եւ կախարդներով Զարմանալի էր, գիտեք ինչը, որ մի օր դե հիշեք այն ժամանակ Հայաստան կենտրոնական հեռախոս կար, սեփական տան մեջ, ամբողջ հայաթը օգտվում էր այդ հեռախոսից։ Հիմա զանգել են ծնողներիս տուն, ես կողքի տանն եմ, մեկը Արսեն արի քեզ են կանչում։ Ասում եմ, ով է ինձ կանչում, չասավ, ասավ, ուզում եմ Արսենի հետ խոսամ։ Հեռախոսը վերցրել եմ, ասեմ, բարև ձեզ, ուղղակի ասում եմ, խնդրում եմ ինձ լսեք, փորձեք հասկանալ։ Ուրեմն ձեր հեռախոսի համարը ինձ տվել է հրեշտակ երազիս մեջ։ Ես տան մեջ գիր եմ գտե եւ անհույսության ու վախի մեջ Տեր Աստված ինչ անեմ եւ ասում եմ գիշերը երազիս մեջ տեսա սպիտակ հանդերձներով մեկին եկավ թղթի վրա գրած քո հեռախոսի համարը տվեց ասավ զանգես համարով ինքը քեզ կօգնի կասի խոսքեր որով կփրկվես դու եւ քո տունը Տեր Աստված ասում եմ գործ Խարակելոս 10-րդ գլուխ այս լրիվ իրական է փաստորեն ինչ որ կատարվում է եւ ինչ որ մեր հավատքի մեջ կա ու ինձ համար քաջալերական է որ երկինքը գիտի անունով երկինքը գիտի հեռախոսը համարով անգամ ու մարդկանց կարա քաջալերի ու մարդկանց օգնի փառ Տիրոջ այցելեցինք օգնեցինք անեցքը օգնեցինք քանդվելու եւ սիրտը հավատքի մեջ հաստատուն պահելու որովհետեւ մեր հաղթությունը Քրիստոս Հիսուսի մեջ է ինչ որ են Քրիստոսով են դրա համար վերանայի քո հավատքը արդյոք ունես զոհաբերող էլեմենտ արդյոք Աստծո այդ քայլելու հարցի մեջ զգայուն ես ուշադիր ես Մենք խնդրում եմ ուշադիր եղեք։ Երկրորդ Կորինթացիների ներողություն, առաջի Տիմոթեոս ու երկրորդ Տիմոթեոս աստվածաբանները ասում են երկրորդ Տիմոթեոսը դա Պողոսի վերջին նամակն է։ Այս երկու նամակների մեջ Պողոսը շատ կարևոր մտքեր է փոխանցում Տիմոթեոսին եւ կարևոր մտքերից մեկը Տիմոթեոս քո անձը վարժեցրա աստվածպաշտության մեջ։
որովհետև մարմնի վարությունը քիչ բանի օգտակար է, բայց Աստվածպաշտությունը ամեն բանի օգտակար է, որ ունի թե խոստումես կյանքի եւ թե հավիտենական կյանքի։ Հարց դուր քեզ, ո՞նց է զարգանում քո Աստվածպաշտությունը։ Ամեն մեկը ձեր սրտի մեջ գիտեք, դու կարող ես զարգացնես աղոթքի մեջ հարատև ես, Աստծո խոսքի հետ հարատև ես, աշակերտվող ես, լսում ես խոսքը լսելու, պահելու, թե լսում ես մոռանալու եւ գիտեք հայտնաբերել են, որ մարդիկ մեկ-մեկ եկեղեցի գալիս են ուրիշի համար խոսք տանելու համար։ Գալիս են խոսք, վերցնում են խոսք, տանում են հասնում, ասեն, այսօրվա խոսքը քո համար էր։ Չգիտեմ ինչի, երբեմն աշխատում է, երբեմն չի աշխատում, բայց իրականության մեջ ամեն մեկս պետք է գանք մեզ համար։ Վերցնենք խոսք մեզ համար։ Ամեն։ Հավատքի գործոնը կարևոր է եւ անհրաժեշտ։ Երկրորդը, հավատում եմ Տիրոջ հետ բարեկամանալու երկրորդ բանալին կա Հովհաննես ավետարան 15-րդ գլխի մեջ, մենք կարդում ենք Տեր Հիսուսի շփումն ու հաղորդակցությունը իր աշակերտների հետ, սա շատ անհատական, շատ անձնական շփում հաղորդակցություն է եւ այս շփման մեջ 15-րդ գլուխ 14 խոսքի մեջ Տեր Հիսուսը ասում է դուք իմ բարեկամներն եք, եթե անելու լինեք ինչ որ ես ձեզ կպատվիրեմ։ Սրանից հետո ես ձեզ ծառա չեմ անվանում, որովհետև ծառան չգիտի թե իր տերը ինչ անում, ես ձեզ բարեկամ եմ անվանում, որովհետև այն ամեն բաները, որոնք իմ հորից լսեցի, ձեզ իմացրեցի։ Եվ դուք չէ, որ ինձ ընտրել եք, հապա ես եմ ձեզ ընտրել եւ դրել, որպեսզի դուք գնաք ու պտուղ բերեք եւ ձեր պտուղը մնա եւ իմ անունով ինչ որ հորիցը խնդրեք տա ձեզ։ Ուշադիր եղեք, շատ կարևոր է, ոչ մի խոսք անտեղի չի, ոչ մի խոսք ուղղակի հենց այնպես չի, ամեն խոսք իր դերն ու նշանակություն ունի։ Դուք իմ բարեկամներն եք, խոսքը վերաբերվում է աշակերտներին։ Այստեղից առաջի հուշումը ինձ ու քեզ։ Տիրոջ հետ բարեկամանալու երկրորդ բանալին աշակերտվող սրտի մեջ է։ Հիսուսը գիտի իր աշակերտներին։ Հիսուսը գիտի անուն առ անուն ամեն իր աշակերտի։ Երկրորդը ծառայողի սիրտ։ Ունենաս փափակ ինչ որ մի բան անել Աստծո տան մեջ, Աստծո համար։ Ծառայության պատրաստակամություն։ Հունցքը շատ է, մշակները քիչ են, աղոթե հունցքի Տիրոջը, որ մշակներ հանին։ Ամեն դարերի մեջ հաճախողները շատ են, բայց ծառայության փափակ ու ծառայությունը գնահատողները շատ քիչ։ Եվ հետաքրքիր է, որ Աստված իր բարեկամությունը իր ծառաների հետ։ Օրինակ 5 կտակարանից մի քանի համարներ, որ շատ քաջալերական է։ Դանիելի 6-րդ գլուխ 20 համարի մեջ է, որ Դանիելին գցեցին առյուծների գուբի մեջ, առավոտանց թագավորը վախվը խորած ու մտահոգված, արդյոք Դանիելը ողջ է, թե առյուծները հոշոտել են արդեն, մոտեցավ գուբին ու հետևյալ տողերով դիմում է Դանիելին։ Դանիել բարձրյալ Աստծո ծառա, քո Աստվածը կարողացավ քեզ փրկի։ Եվ Դանիելն ասում է թագավորը հանգիստ մնա, իմ Աստված իր արեշտակ ուղարկեց եւ առյուծների բերանը փակեց։ Այստեղից ուզում եմ ասեմ, եթե Աստված քեզ չպահի առյուծներից, Աստված քեզ կարա պահի առյուծների մեջ։ Եթե Աստված քեզ չպահի անապատից, Աստված կարա պահի անապատի մեջ։ Եթե Հովսեփի կյանքից վերցնեմ խրատ, եթե Աստված չպահի քեզ փոսից, կարա պահի փոսի մեջ։ Եթե չպահի գերությունից, կարա պահի գերության մեջ։ Եթե չպահի բանտից, կարա պահի բանտի մեջ։ Մեր հավատքի մի քիչ էս դիապազոնը պետք է մեծացնել եւ Աստծուն տեսնել իր մեծության, իր սքանչելիության մեջ։ Հեսուն պատերազմի թեժ ժամանակ հասկանում է, եթե հիմա պատերազմը կանգնեց, թշնամին հետ գնաց, պետք է սպառազինվի, հաջորդ օրը մենք խնդրեմ ունենք։ Ախ, եթե կարելի եղներ օրը կանգնացնել։ Եվ մի հատ խենթանալիք մի բան, որ երբևիցե կարելի է կարդալ Աստվածաշնչի մեջ ու տեղեկանալ։ Արև դու կանգնի այդտեղ, լուսին դու էլ կանգնի այդտեղ։ Ու Սուրբ Գիրքը ասում է, սա է հիշատակի գրքի մեջ գրվածը, թե ինչպես Աստված լսեց իր ծառայի ձայնը։ Կներեք, եթե ես ֆիզիկական ասենք տերմիններից թույլ եմ, բայց գիտեմ մի բան, որ երկիր մոլորակը արևից փոքր է, եւ եթե մարդուն համեմատեմ արևի հետ, համարում եմ մի հատ փոշեհատիկ։ Ու պատկերացրեք, այս փոշեհատիկը համեմատական կարգով հավատքի այն հրամանը կարա արձակի մի հատ կարևոր փաստի վրա, Աստված իր հետ է։ Աստված քո հետ է, քուրս ու եղբայրս, ուզում եմ քեզ քաջալերեմ, հանդիպակաց որևէ խնդիր դժվարություն թող չկոտրի քեզ։ Այն Աստվածը, որ քո մեջ իր բարի գործը սկսել է, մինչև վերջ էլ կատարելու է։ Աշակերտվի, Տիրոջը ծառայի եւ Տիրոջ մտերիմ կապն ու հաղորդակցությունը պահի կյանքիդ մեջ։ Երրորդը հավատում եմ ամեն մեկիս համար նույնպես քաջալերական է երրորդ բանալին։ Սա գրված է Սաղմոս 25-ի մեջ։ Մենք ամեն մեկս կարդալով Սաղմոս 25 14 խոսքը գրված է Տիրոջ բարեկամությունը իրանից վախեցողների հետ է եւ իր ուխտը նրանց կսովորեցնի։
Տիրոջ բարեկամությունը Իրանից վախեցողների հետ է։ Ամեն մեկս պետք է հիմա մտածենք ու հարց տանք մեզ, ունեմ ես իմ սրտի մեջ Աստծո վախ, թե ոչ։ Մարդիկ կարծում են, որ Աստծո վախ քարոզվել դա ակտուալ չի։ Կներեք, Աստծո վախը դա սովորական վախ չի։ Աստծո վախը դա Աստծուն պատվել, Աստծո հանդեպ ակնածանք ունենալ։ Աստծո հետ շփման ժամանակ քո հավասարակշռությունը պահող բաներից մեկն է։ Գիտեք, բանտարկված հավատացյալներից մեկին, երբ որ մոտեցան ժուրնալիստները հարց տվեցին, ասին, ի՞նչն էր պատճառը, որ դու ընկար մեղքի մեջ։ Դու երևի դադարեցիր սիրել Հիսուսին, ասում եմ, ոչ, ես Հիսուսին շարունակել եմ սիրել ամենադժվար վիճակների մեջ անգամ, բայց ամեն ինչ սկսեց այն ժամանակ, երբ որ ես դադարեցի վախենալ։ Ես իմ կյանքիս մեջ դաս ու խրատ եմ վերցրել ինձ հավասարակշռված պահելու ես 33-34 տարիների, ինչքան սիրում եմ Հիսուսին, այդքան էլ վախում եմ Հիսուսից։ Եվ այդ վախը սարսափ չի, այդ վախը ուղղակի հարգանք, ակնածանք եւ Աստծո անունը բարձր պահել իմ կյանքիս մեջ։ Մենք գիտենք, որ գոյություն ունի ընդհանրապես 4 տարբեր վախեր, որոնք Աստծո վախ չեն։ Կա բնական վախ, երբ որ մարդը բարձրունքից վախում է, նորմալ է, կա կրոնական վախ, սա աննորմալ է։ Երբ որ մարդը ինքը իրան պարտավորեցրել է, որ այս ձև պետք է այս սահմանափակ իրավիճակի մեջ շարժվի ու անընդհատ վախի մեջ է, որ հեսա կարող հանկարծ գավազանի հարվածը իջնի գլխին։ Տիմոթեոսի նամակի մեջ Պողոս առաքյալը ասում է, որ կա դիվական վախ, որ Աստված մեզ չի տվել վախի հոգի, Աստված մեզ տվել է զորության, սիրո եւ զգաստության։ Ու կա նաեւ վախ մարդկանց առաջ։ Հայ մարդիկ ինչ կմտածեն, մարդկանց հաճեցնելու։ Ես հավատում եմ, որ մենք կանչված ենք ունենալու Աստծո վախ։ Այս 4 վախից անկեղծ ասած կուզեի մենակ բնականը չկորցնեմ, որտեղ դա նորմալ է, դա աննորմալ է, երբ որ մարդը բարձունքի չի վախի ու հանկարծ անզգույշ քայլ անի գնա ընկնելու, բայց մնացածին չեմ ուզում ուշադրություն դարձնեմ, դա մերը չի։ Եվ հատուկ ուզում եմ հիմա նշեմ Աստծո վախ, որ ամեն մեկիս պարտքն է։ Հիմա մի քանի կարևոր մտքեր, որ իմ մոտ նշել եմ եւ հավատում եմ ամեն մեկիս սա պետք է։ Առակաց 23-ի մեջ Առակաց 23:17 Թող որ քո սիրտը մեղավորներին չնախանձի, հապա ամեն օր Տիրոջ վախի մեջ եղի։ Ոչ մի անգամ թող քո սրտի մեջ մեղավորի հանդեպ ու նրա ապրած կյանքի հանդեպ նախանձ չառաջանա։ Կա չէ, ասում այ մարդ գործերս լավ չէր, ես հարևանն է գնաց մի հատ մեքենա առավ։ Նախանձից խոսող, նախանձից միտքը արտահայտող դա մերը չի, դա չի կարա մեր նեղնի, որովհետև ես կամեցող եմ ու ցանկանում եմ, որ ունենան, բայց ունենան արդար եւ ճիշտ ճանապարհով։ Սաղմոս հավատում եմ ամեն մեկիս համար շատ քաջալերական է, սաղմոսները ինձ համար խորը ուսուցանող գիրք են եւ սովորեցնող, թե ինչպես ամեն ժամանակ կարանք մենք խրատ խաղենք, բացի նա որ աղոթք ենք սովորում, բացի նա որ Աստծուն պաշտել, Աստծուն վստահել եւ Աստծո կանոնները սովորել։ Տիրոջ վախը սուրբ է, հավիտյան կմնա, Տիրոջ դատաստանները ճշմարիտ են եւ բոլորովին արդար։ Ցանկալի են նրանք ոսկուց եւ շատ փորձված ոսկուց, մեղրից անուշ են, խորիսխի կաթած մեղրից։ Նորից, Տիրոջ վախը սուրբ է եւ հավիտյան կմնա։ Ես վստահ եմ, որ երկինք մեզ հետ մտնելու Աստծո վախ, երկինք մեզ հետ եղնելու է եւ Աստծո վախ ունենալու համար ուզում եմ ասեմ, առաջի բանը դու պետք է ընտրես Աստծո վախ։ Առաջինը, դու պետք է ուզենաս ունենալ Աստծո վախ։ Սա ստիպովի չի, պարտադրովի չի, դու քո սիրտը պետք է պատրաստես ունենալու Աստծո վախ։ Երկրորդը, հավատում եմ, պետք է սովորես, նայես քո շրջապատի մեջ կայացածներին ու հասկանաս ճիշտ հետևություն անես։ Սուրբ Գիրքը ասում է, իմաստունը չարիքը տեսնում է եւ զգուշանում է։ Շատ բաներ չարիքի ու շատ բաներ անզգուշության ու ասեմ ձեզ մեղսալից կյանքի հետևանքն է, դրանցից պետք է զգուշանաս։ Եվ երրորդը, քո իմաստությանը չվստահես, ոչ մի անգամ։ Աստծո վախ նշանակում է Աստծուն ապավինել, Աստծուն վստահել եւ ի վիճակի եղնել կյանքի ամեն իրավիճակից դաս քաղել եւ հետևություն անել։ Հոբը Աստվածավախ մարդ էր։ Հոբը Աստվածավախ մարդ էր եւ այս Աստվածավախ մարդը իր կյանքի մեջ մի բան ասում, այն ինչից վախում էի, այն էլ գլուխս եկավ։ Տեր Աստված, փաստորեն ներքին վախ կա, որ ոչ թե բերում է Աստծո պաշտպանությունը,
այլ ընդհակառակը սատանին տալիս է իրավունք օգտվելու դրանից եւ իր ավերիչ գործողությունը անելու։ Տեր Հիսուսը Հովհաննես 10-ի մեջ ասավ. «Գողը գալիս է, որ գողանա, սպանի ու դենքցի, բայց ես եկել եմ, որ դուք կյանք ունենաք եւ ել ավելի ունենաք»։ Ես գիտեմ ու համոզված եմ մի բանի մեջ. սատանան առանց իրավունքի որևէ մի Աստծո երեխու մոտենալու իրավունք չունի, հիշեք էսի։ Ու ես իմ աստվածպաշտության մեջ ես ավելի քրիստոսակենտրոն եմ, քան թե դիվական աշխարհի վրա կենտրոնացած եւ տարբեր մենք եղբայր ունենք, որ իր աղոթքի մեջ ասում են փուրը նետվի, ասում են Վագ ջան, հասկանում եմ նախանձավորությունը շատ մեծ է, բայց փուրը նետելու իրավունքը վերջի իրանն է, մերը չի։ Տենց օրինակ չունենք, որ սարսափելին գիտեք ինչ եղավ, ընկավ դիվական հարձակումների տակ ու մեկը մեկի հետևից սկսվեց այս անդուր հարձակումից իր ցավագին հետևանքները քաշել։ Մի գնանդեղ, որտեղ Աստված քեզ չի տարել, մի կռվի են դաշտի մեջ, որտեղ Աստված քեզ չի ասել։ Հասկանում եք, տեղին անտեղին խոսալ կամ հրաման արձակել մի անը։ Մենք Լոս Անջելեսի մեջ անեսքից դեպի օրհնություն ծրագիր իրականացրեցինք եւ 3 հեռուստա ընկերություններ հեռարձակում են մեր հաղորդումները US Armenian, ARTN, ICFN եւ բոլորի հետ խոսում ենք դրա մասին, այդ են շիկացած մթնոլորտ էր, Դերենիկ Յապոնջյաններ, Նունե Եսայաններ, մեր սիրելի եղբայրներ ու հետաքրքիրը գիտեք ինչն էր, որ ժամանակվա մեջ ով իմ հետ ծառայության մեջ էլ բոլորը մի բան են շիկացած է մթնոլորտը։ Պապը զգում ենք, թե այս ինչ լուրջ կռվի մեջ ենք ու այս ինչ լուրջ պայքար է, որովհետեւ սատանան նորից իշխանավոր մեկն է, նա գիտի օրենք ու կանոն եւ ես ու դու կռվելիս ոչ թե մեր էմոցիաներով, այլ Հիսուսի անվան իշխանությամբ եւ Աստծո խոսքի ճշմարտությամբ պետք է իրան դեմ կենանք։ Եվ հետաքրքիրը գիտեք ինչն էր, որ քարոզելու ու մարդկանց սովորեցնելու հարցի մեջ ես ինձ համար բացահայտեցի մի բան։ Սա մի թեմա է, երբ որ դու իրականացնում ես, դու պետք է ունենաս լուրջ աղոթքի թիկունք։ Մարդիկ, ովքեր քո համար կանգնած են աղոթքի ու որովհետև կռիվը իրական է, պայքար իրական է ու նույն ժամանակ փառք են բարձրացնում Տիրոջը, որ մեր մեջինը ավելի զորավոր է, քան թե նա որ աշխարհի մեջ է։ Հալելույա։ Դրա համար ուզում եմ ամեն մեկից խնդրեմ, մի հատ վերանայ ունես սրտիդ մեջ Աստծո վախ, չունես, ժամանակն է փնտրես, ժամանակն է որոշում անես ունենալու, ժամանակն է հասկանաս, որ դա քեզ պահելու է հավասարակշռված, դա քեզ պահելու է նվիրված, դա քեզ պահելու է Աստծո կամքը կատարելու պատրաստ։ 3 հատ բանալի, որ կօգնեն քեզ Աստծո բարեկամությունը զարգացնես, հավատք, որը լսելուց է, լսել Աստծո խոսքից է, հավատք, որ հիմնված է Աստծո խոսքի վրա եւ այնտեղից քաղում է թե պատվիրաններ, թե խոստումներ, թե արգելքներ, թե զգուշացումներ։ Ծառայության սրտով աշակերտներ, որոնք որ ունեն բարեկամական կապ, շփում փոխհարաբերություն, հիշի ինչպես Աստված լսեց Մովսեսի ձայնը, հիշի Աստված ինչպես լսեց ու պահեց Դանիելին, ինչպես Աստված լսեց Հեսուի ձայնը, նույնպես Աստված կարա լսի քո ձայնը։ Եվ Աստծո վախ, որը սուրբ է եւ մեր ամեն մեկի կյանքի թե ուրախությունն է, թե հարստությունն է, ասեմ ձեզ։ Ուզում եմ կոչ անեմ ձեզ, բերեք կանգնենք ու մեր աղոթքը բարձրացնենք։ Քանի օքի կարան ասեն Արսեն եղբայր, պատրաստ եմ աղոթք անելու, որ այս 3 բանալիներն էլ ունենամ։ Գիտեք, Եբրայեցիս 4-րդ գլուխ 14-ից 16 համարների մեջ մենք ունենք կոչ, որ մենք ունենք մեծ քահանապետ հորաչ կողմը, ինքը բարեխոս է մեզ համար եւ ինքը հասկանում է մեր կյանքի բոլոր իրավիճակների մեջ։ Եվ ես հայտնաբերել եմ, որ շատ քրիստոնյաներ բավարարված են նրանով, որ իրանք գիտեն Հիսուսը մեծ քահանապետ է, հորաչ կողմը ու դա լավ է։ Բայց կներեք 15-16 խոսք ասում է, ուրեմն մոտենանք համարձակությամբ, որպեսզի ընդունենք շնորհք եւ ողորմություն պետք եղած ժամանակ մեզ օգնելու։ Դու զգում ես քո սրտի մեջ քո կարիքը, ես քեզ կոչ եմ անում, այնտեղ իր մոտ կա շնորհք, որը Աստծո ներգործություն է, որը Աստծո կարողություն է, որը Աստծո միջամտություն է, որը Աստծո պարգև է, այս ամենը Աստծո շնորհքն է, որի արդյունքում ես եւ դու կայանում ենք։ Ես սովորել եմ իմ աստվածպաշտության այս 34 տարիներից հետեւյալը, երբ որ տկար եմ, մոտենամ համարձակ, խնդրեմ շնորհք։ Տեր, դու ինձ շնորհք խնդրում եմ։ Դու ինձ շնորհք ծարավս չկորցնեմ, դու ինձ շնորհք զգայունությունս չկորցնեմ, դու ինձ շնորհք կարողանամ հետևողական լինեմ, դու ինձ շնորհք խոսքիդ հանդեպ ծարավը չկորցնեմ, դու ինձ շնորհք աշակերտվեմ, դու ինձ շնորհք կարողանամ հաղթահարեմ այս իրավիճակները եւ քո անունդ բարձր պահեմ։ Դու զգում ես կարիք, որ Աստծո շնորհքը պետքա քեզ աղոթի իմ հետ։ Երկնավոր Հայր, շնորհակալ եմ քո սիրո հոգատարության համար։
Շնորհակալ եմ այն բոլոր բաների համար, որ արել ես, անում ես եւ պիտի անես։ Փառք եմ քեզ տալի իմ Աստված եղբորս համար եւ այս օրհնյալ եկեղեցու համար։ Խնդրում եմ իմ Աստված քո օրհնությունը եւ քո աստվածային ներգործությունդ ամեն մեկի կյանքի մեջ։ Տուր շնորհք բոլորին աղաչում եմ քեզ։ Լինեն քեզ զգայուն, լինեն արթուն, լինեն պատրաստական քո կամքի մեջ առաջ շարժվելու։ Եվ այն ինչ որ ծրագրել ես, այն ինչ որ որոշել ես, թող կամքդ կատարվի Աստված իմ ամեն մեկի կյանքի մեջ։ Թող կամքդ կատարվի Աստված իմ ալելույա քեզ։ Օրհնյալ ես, փառավոր ես, սուրբ ես ու հզոր ես։ Աղոթում եմ տուր շնորհք ամեն մեկին հավատքի մեջ բորբոքվելու Տեր, հավատքի մեջ զգայուն լինելու, հավատքի մեջ արթուն եղնելու, հավատքի մեջ նախանձավոր լինելու Տեր։ Խնդրում եմ քեզ։ Օրհնի իմ Աստված, որ ամեն մեկը իր ծառայելով, իր պատրաստակամությամբ աշակերտվելու, սովորելու, ծառայելու քեզ, գնահատի այդ բարեկամական կապը քեզ հետ Տեր։ Փառք քեզ, պատիվ քեզ։ Մեծ ցնծություն եւ ուրախություն, երբ որ գիտակցում ենք Աստված իմ, թե ինչ փառավոր գործեր արել մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատվական արյունը ամեն մեկիս համար։ Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ իմ Աստված, որ դու ամեն մեկիս համար վճարել ես գին, ամեն մեկիս համար արել ես ամեն ինչ, որ մենք ունենանք մտերիմ կապ եւ հաղորդակցություն։ Օրհնի խնդրում եմ, դու շնորհ կարողություն ամեն մեկին գնահատելու հետ իմ Աստված, գնահատելու եւ մեծանալու քո շնորհքիդ մեջ։ Փառք ես, պատիվ քեզ, գոհություն քեզ։ Դու շնորհ ամեն մեկին ձեռք բերելու Աստծո վախ, Աստծո վախ, որը սուրբ է եւ հավիտյան կմնա, Աստծո վախ, որը ակնածանք է եւ Աստծուն բարձր պատվել մեր կյանքի մեջ, Աստծո վախ, որը սուրբ է։ Օրհնյալ արքա, օրհնի իմ եղբայր քույրերին, օրհնի ամեն մեկին լինեն զգայուն, լինեն արթուն ու պատրաստական հետևելու եւ քո կամքդ կատարելու Տեր։ Այս քաղաքի մեջ բազում մեղավորներ կան, որ լադեր կարիք ունեն Աստծո խոսքը լսելու։ Տուր շնորհք, համարձակություն ամեն մի քրոջս ու եղբորս համարձակ ավետարանդ քարոզելու, համարձակ վկայելու Տեր։ Ձեռդ մեկնի հրաշքներով եւ նշաններով հաստատելու քո խոսքը։ Ու թող անունդ փառավորվի հիմա եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ, Տերը պահի ձեզ։ Մեծ ուրախություն ու պատիվ էր ձեր մեջ լինել եւ Տիրոջ խոսքով բաժնեցի։ Աստված օրհնի շատ, փառք Տիրոջը, շնորհակալ ենք շինող խոսքի համար, փառք Տիրոջը։ Իրոք սա շատ կարևոր է, մանավանդ այս վերջի օրերում ժողովուրդ, շատ կարևոր է, որպեսզի ունենանք Աստծո վախը, որտեղ խոսքը ասում է վերջի ժամանակներում անօրենությունը շատանալու պատճառով շատերը կսառեն սիրո մեջ, շատերի սերը կսառի, բայց ինչն է մեզ պահելու Աստծո վախը։ Աստծո վախը մնում է հավիտյան։ Փառք Տիրոջը, սա այն թեման է, որ մենք ժամանակ առ ժամանակ խոսում ենք ու Աստված օրհնի, շատ կարևոր թեմա էր, որ խոսացիր Արսեն եղբայր, փառք Տիրոջը։ Աստծո վախով խոսքը ասում է մարդը կհեռանա չարից, կհեռանա մեղքից։ Աստծո վախը օրերն է երկարացնում, շատ համարներ կա, կարդացեք առակացի մեջ, Սաղմոսների մեջ, Աստվածաշնչի մեջ, օրերն է երկարացնում։ Իսկապես այդպես է, երբ որ սատանան տեղ է գտնում մարդու կյանքի վրա, մարդը տեղ է տվել, բայց եթե Աստծո վախը ունենանք, տեղ չենք տա։ Սա շատ կարևոր է, սա սուրբ վախ է, սա ճիշտ վախ է, սա կրոնական վախ չի։